Բարև բոլորին, բարև Օլիմպոս, մենք կրկին միասին ենք, շնորհակալ ենք, որ հետևում եք մեզ YouTube-ում, ակտիվ եք նաև սոցցանցերում։ Այսօր շատ կարևոր հյուր ունենք, նա Հայաստանի հակադոպինգային գործակալություն ՊՕԱԿ-ի փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանն է, բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Շատ ուրախ եմ, որ հրավիրել եք, շատ վաղուց էի սպասում այս հանդիպմանը։ Մենք էլ ճիշտն ասած վաղուցվանից ձեզ սպասում ենք, չնայած բազմաթիվ հարցազրույցներ ենք ունեցել եւ տպավորվել ենք ձեզնից որպես մասնագետ, որպես մարդ, որ մեծ գործ է անում։ Խնդրում եմ ասեք, ձեր ՊՕԱԿ-ը այս վերջին տարիներին մենք տեղյակ ենք, որ ակտիվ գործունեություն է ծավալում, բայց նաեւ մեր դիտողների հետ կիսվեք, ինչ առաջընթաց եք գրանցել։ Առաջին թույլ տվեք պետք շնորհակալություն հայտնել կառավարությանը եւ հատկապես ԿԳՄՍ նախարարությանը, որը որ 2023 թվականին մեզ շատ աջակցեց, բարձրացնելով մեր բյուջեն մոտ 1.8 անգամ, ինչի շնորհիվ այսօր Հայաստանը համաշխարհային ռեյտինգում գրավում է 75-րդ տեղը, առաջվա 123-րդ տեղից եւ պահպանում է միջին համաշխարհային ցուցանիշը որակազրված մարզիկների թվով։ Դա շատ մեծ առաջընթաց է, որովհետեւ անցյալում մենք ունեինք քիչ նմուշարում, քիչ տեստավորում, իսկ բռնված մարզիկների թիվը բավականին բարձր էր, մոտ 2 անգամ բարձր, քան ամբողջ աշխարհում։ Երկրորդը թույլ տվեք նորից շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարարությանը, որը որ մեզ բավականին շատ աջակցեց եւ թույլ տվեց իրականացնել վարչապետի ուղերձը, այսինքն անցյալ տարի տեղի ունեցավ մեր կազմակերպության թվայինություն եւ վերակառուցում։ Տվյալ պահին մեր կազմակերպությունը արդեն մոտ է եվրոպական հակադոպինգային կազմակերպության կառուցվածքին եւ վերջապես կարողանում է էֆեկտիվ օգտագործել պետության կողմից ստացված դրամաշնորհները։ Ասեմ, որ ՊՕԱԿ-ը այս տարի ստացավ լիակատար արտոնագիր համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից, եկեք հեշտության համար ասենք WADA, որովհետև մեր ընկերողները սովորեն WADA անունից։ Այսինքն այսօր գործակալության աշխատանքի որակը համապատասխանում է համաշխարհային որակի։ Եվ մեզ մնացել է կատարեն մի քայլ դեպի Էվերեստի գագաթը, որը որ անգլերեն կոչվում է best practice, եւ WADA-ն հատուկ փող հատկացրեց, հաշվի առնելով այն, որ մենք ունենք շատ երկարաժամկետ պայմանագիր եւ շատ արդյունավետ ենք աշխատել Լեհաստանի հակադոպինգային կազմակերպության հետ միասին, եւ այս տարի նոյեմբերի 27-ին Երևան կժամանեն WADA-ի հանձնարարականով 2 մասնագետ, որոնք որ թույլ կտան մեզ վերջացնել այդպես կոչված best practice-ը եւ փաստորեն մենք կարող ենք Հայաստանը որ երկրի հետ ուզենանք համեմատենք։ 184 այսօր հակադոպինգային ազգային հակադոպինգային կազմակերպություն կա եւ WADA-ի նպատակն է, որ բոլոր կազմակերպությունները աշխատեն նույն որակով։ Ասեմ, որ հենց նոր քննարկվեց Կենիայի հակադոպինգային գործակալության հարցը, որը որ 90%-ով կորակազրկվի։ Գիտեք, որ որակազրկված է Շրի Լանկան, որակազրկված է Bodybuilding-ի եւ Fitness-ի ֆեդերացիայի հակադոպինգային կազմակերպությունը, նույն մնում է որակազրկված Ռուսաստանը։ Այնպես որ այդ կողմից, որակի կողմից մենք ոչ մի խնդիր չունենք։ Պարոն Հովհաննիսյան, նշեցիք, որ բյուջեն ավելացել է, ակնհայտ է ձեր առաջընթացը եւ կայացումը որպես կազմակերպություն, բայց հետաքրքիր այդ գումարները ինչի վրա են ծախսվել եւ դա ինչ է բերել մեր ամբողջը գնացել է մարզիկների թեստավորման վրա։ Այսինքն, եթե մենք անում ենք 123 տեստ, մենք 23 եւ 24 թվականներին արել ենք 279 թեստավորում։ Ներառյալ Հայաստանի առաջնությունները, բոլոր մեդալակիրները, թե ինչպես են արել այդ բաշխումները։
Հակադոպինգային ազգային հակադոպինգային կազմակերպության հիմնական խնդիրն է իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզիկների թեստավորում, կրթական աշխատանքներ եւ մշակել կանոնակարգերը կապված դոպինգ ստուգման հետ։ Այսինքն, երբ որ որևէ փոփոխություն է լինում չափորոշիչների մեջ, մենք միանգամից արձագանքում ենք եւ նույն փոփոխությունները անում ենք Հայաստանի Հանրապետության հակադոպինգային կանոնակարգում։ Ցավոք սրտի մենք ունենք մի խնդիր։ Եվ ո՞րն է դա։ Որը որ մեզանից կախված չի։ Եվ ինչպես եք լուծելու։ Լուծումը հիմնադիրը, մենք չենք լուծում։ Խոսքս նրա մասին է, որ եթե նույնիսկ վաղը մյուս օր Աստված չտա Հայաստանը զրկեն դրոշից եւ օրենս երկից օլիմպիական խաղերին, մենք շարունակենք մեր գործունեությունը։ Հուսանք նման բան չի լինի, բայց ամեն դեպքում է։ Հարցը հետեւյալն է. ֆիզկուլտուրա եւ սպորտի մասին օրենքը գրված է եւ հաստատված է 2023 թվականին։ Պոակի մասին օրենքը գրված է եւ հաստատված է 2001 թվականին, որից հետո ոչ մի փոփոխություն չի եղել։ Պատկերացնում եք պեյջերների ժամանակ գրված օրենքը դեռ գործում է։ Համաձայն այդ օրենքի պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը հանդիսանում է նախարարության աշխատող։ Նա մեր աշխատողը չի։ Այսինքն նա նույնիսկ հանձնում է քննություն, որ դառնա նախարարության աշխատող։ 2026 թվականի դեկտեմբերի 1-ից 5-ը Կորեայում տեղի կունենա WADA-ի համաշխարհային կոնգրեսը, որտեղ որ կհաստատվեն նոր կանոնները։ Կանոնների 20.1 եւ 21-րդ հոդվածը կատեգորիկ արգելում է, որպեսզի որևէ մի հակադոպինգային գործակալության որևէ մի աշխատող լինի նախարարության աշխատող։ Կատեգորիկ։ Միանգամից այդ երկիրը ստանում է քրտիկական դիտողություն, որից հետո տրվում է ժամանակ 4 ամիս, 4 ամիս հետո պետությունը հիմնադիրը պետք է վճարի 10,000 շվեյցարական ֆրանկ, որպեսզի WADA-ի ներկայացուցիչները գան աուդիտով։ Եթե այդ ժամանակահատվածում չի ուղղվում այդ կետը, հաջորդ տարի 3 անգամ հարցելուն WADA-ն եւ բոլորը կառավարության հաշվին։ Բա ոնց անենք օրենքը փոխենք, հանդիպումներ լինում են նախարարության։ Փոխենք պոակների մասին ոչ մի կերպ։ Մենք դա շատ բարդ հարց է, որովհետեւ այնքան պոակներ կան, դուք պատկերացնում եք, բոլոր պոակները պետք է ձևափոխվեն։ Բայց կարելի է փոխել հակադոպինգային գործակալության կանոնակարգը, առաջի հերթին այդ գործակալությունը դարձնել ազգային հակադոպինգային կազմակերպություն, լիազորել կառավարության կողմից այդ նոր կազմակերպությունը իրականացնել պետության կողմից տրվող դրամաշնորհը։ Դրամաշնորհ չտրամադրել պետությունը չի կարող, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հակադոպինգային կոնվենցիան, որի 11-րդ կետը պնդում է, որ կառավարությունը պետք է ապահովի պատշաճ բյուջետային ֆինանսավորում դոպինգ ստուգման համար։ Ոչ մի ուրիշ կազմակերպություն իրավունք չունի ֆինանսավորել թեստավորումը։ Մենք ունենք հիմա պետական դրամաշնորհ։ Բոլոր հնարավոր լուծումները քննարկվել են WADA-ի տնօրինության հետ եւ հիմա ուղարկվել է նախարարություն, որ մենք նույնիսկ մի հանդիպում ենք ունեցել նախարարության վարչության հետ, որը որ զբաղվում է մեզնով, ես սպասում ենք ոնց որ ինձ պատասխանեցին նախարարի պատասխանը։ Այդ երբ են ասել։ Ինչքան ժամանակ է ասել են 1 ամիս առաջ, մենք ունենք 8 ամիս, այսինքն մենք ոչ միտեղ չենք շտապում։ Կհասցնեք բախտը։ Քանի որ ելի ասեցի, այս տարի դեկտեմբերի 5-ին կհաստատվեն կանոնները, իսկ ուժի մեջ կմտնեն մյուս տարի սեպտեմբեր ամսին, որից հետո յուրաքանչյուր
պետություն, կառավարություն, հակադոպինգային կազմակերպություն պետք է ներկայացնի ՎԱԴԱ ազգային հակադոպինգային կանոնակարգերը։ ՎԱԴԱ-ի հաստատելուց հետո, երբ որ կստանան, որ լրիվ համապատասխանում է նոր ընդունած կոդեքսին, որը որ 27 թվից արդեն լիովին կմտնի ուժի մեջ, միջազգ փոփոխությունները սպասում են շատ լավ եւ վատ, ասեմ, որ տվյալ պահին գոյություն ունի մի կազմակերպություն չեն ասի խումբ, որը որ կոչվում է մի ձայն, այսինքն one voice, եւ Եվրոպայի կողմից որպես երկիր, որը որ ներկայացված է ՎԱԴԱ-ի հիմնադիրների խորհրդում, գիտեք, որ պարոն Կարեն Գիլյանը ընդունվել է այդ խորհրդի անդամ, ես ընդգրկված եմ այդ խմբի կազմի մեջ, որպեսզի մենք անդադար քննարկենք։ Կան շատ վատ փոփոխություններ, կան շատ լավ փոփոխություններ։ Բայց երևի պետք է սկսել մերս այդ պոակների մասին փոփոխում, մենք կսկսենք, որ միջազգայինում սկսել ենք, բայց որոշումը պետք է կայացնի հիմնադիրը, ոչ թե մենք։ Դա հիմնադիրի խնդիրն է։ Երբ որ մենք կազմավորվում էինք, այսինքն 2020 թվականին, դա նոր նախագծի մեջ էր այդ կետը։ Հետո բավականին մեղմ ձևով մտավ 2021 թվի օրենսգրքի մեջ, մեղմ ձևով։ Այսինքն դա դեռ քննարկվում էր 21 թվի օրենսգրքի մեջ 25 կետը ասում էր, որ գործակալության ոչ մի աշխատակից ցանկալի է չլինի մարզական ֆեդերացիայի ներկայացուցիչ եւ եթե կարելի է չլինի նախարարության աշխատակից։ Իսկ հիմա հարցը դրված է կտրուկ։ Պարոն Հովհաննիսյան, օրենսդրությունից վերադառնանք գործող սպորտ, դուք նշեցիք դոպինգ ստուգումների մասին, որ թիվը ավելացել է, բայց կուզեինք 2025 թվականի մասին էլ մի քիչ նշեք, ինչ աշխատանքներ եք տար եւ մյուս տարի ինչ առաջիկայում ինչ է սպասվում։ Ես սկսեմ մի ուրիշ բանից, չնայած որոշ չափով կարողան եղանան մարզական լրագրողները։ Իմ մոտ այնց տպավորություն է, որ Հայաստանում էլ դոպինգի խնդրեմ չկա։ Վերջի 4 տարում 13 մարզիկ որակազրկվել է։ Մեզ համար շատ ցավալի է, որ դրանց մեջ կան 3 հատ բռնցքամարտիկ։ Մեզ համար շատ ուրախալի է, որ ոչ մի միջազգային կարգի մարզիկ այդ որակազրկված մարզիկների մեջ չկա։ Մեզ համար շատ ցավալի է, որ հիմնականում որակազրկվում են այն մարզաձևերում, որտեղ որ կա մեծ գումարներ են խաղարկում, այսինքն առաջ տեղի համար մտնում են 1 միլիոն դրամ։ Դա առաջերտին վերաբերում է սիրողական սպորտին։ Մենք ունենք 9 մարզիկ, որոնք որ սիրողական մարզիկ են։ Ինչ մարզաձևերից։ Bodybuilding, powerlifting, հեծանվված սպորտ, վազք, դե վազքից մարաթոնից ռուսը բռնվեց։ Մենք ունենք բավականին շատ որակազրկված ռուս մարզիկներ։ Ես օգտվելով արդից ուղղակի ասեմ, որ Ռուսաստանն այս տարի արդեն արել է 288 հատ որակազրկում եւ նախաշխուսարցում եւ հիմնական դեղը, որով որ զրկվում են մարզիկները, դա մնում է Միլդոնատը։ Մոտ 80, այսօր մի հոգի է եղել, 83 հոգի։ Մեր մարզիկներից այսօր։ Ոչ, ռուսական։ Մեր մարզիկներին անդրադառնալով, մենք շատ ուրախ ենք, որ բարձրակարգ մարզիկները ամեն ինչին հետևում են, միշտ գալիս են մեր անցկացրած սեմինարներին, բայց այն երկրորդ էշելոնը, որը որ հիմնականում պայքարում է Հայաստանի չեմպիոն դառնալու համար, այնտեղ դեռ ունենք շատ բաց թողումներ։ Ինչից է դա գալիս, պարոն Հովհաննիսյան, մարզիչները կարդան կամ չգիտեն կարդալ։ Մենք ունեցել ենք դեպք, երբ որ եկել է մարզիկը, էլի ասում եմ, երկրորդ կարգի եւ միջազգային կարգի մարզիկն ասել է՝ «Տղա ջան, հասարակ բան է,
հեռախոսիդ մեջ բոլոր արգելված նյութերը գրած են։ Դժվար է երկու կնոպկա սխմել։ Այդ առաջինը, երկրորդը շատ ցավալի է, որ մեզ մատնում են անուշադրության, շատ ցավալի է։ Ֆեդերացիաները նկատի ունեն։ Բոլորը մենք հիմա ունենք շատ լավ վեբկայք, շատ լավ, որով պատրաստել է բարձրակարգ մասնագետ։ Մեր վեբկայքը շատ նման աշխարհի լավագույն հակադոպինգային կազմակերպության, որը որ հանդիսանում է բրիտանական կազմակերպության, հաշվում է տենց։ Ամեն ինչ մեջը կա։ Մենք հիմա գնում ամեն ինչ։ Կայքը ասել, որ ձեզ Արնադո կետեյեմ։ Մենք հիմա իրականացնում ենք մի նախագիծ, որը որ նվիրված է մեր մարզերում մարզիկներին ծանոթացնել մեր կայքի հետ, մեր հավելվածների հետ, որպեսզի հեշտ լինի կողմնորոշվել։ Շատ զարմացել ենք վերջերս, որ նույնիսկ մեր նախարարության աշխատողները չեն կարդում մեր հաշվետվությունները։ Ինչպես է բարձր։ Մենք ամեն տարի այդ best practice-ի պահանջը դա է։ Ներկայացնում ենք մեր վեբկայքում երկու հաշվետվություն, մեկը նվիրված է թեստավորմանը, մյուսը կրթական ծրագրերին։ Մեզ զանգարում են, հարցնում են, քանի հատ ծանրամարդ եք ստուգել այս տարի, ծանրամարտիկ, քանի հատ բռնցքամարտիկ եք ստուգել, ասում ես մեր կայքում ամեն ինչ դրած է, հաշվետվություն կատարեկան։ Ասում եմ քիչ ամնում հարցնես, քանի հատ դպրոցական ես կրթել, քանի հատ մարզիկ ես կրթել, չեն մտնում, չեն նայում։ Չեմ պատկերացնում, նախարարությունը սովորաբար օգտվում է հեռախոսով։ Ասա պարոն Նոյսյան, այս տարի քանի հատ մարզիկ եք ստուգել։ Քանի հատ սեմինար։ Դա իրանց բավարար է։ Ես 23 թվականի օկտեմբերի 14-ին անձամբ դիմել եմ նախարարին եւ խնդրել եմ, որ մեզ կան ստուգեն։ Իշքան կարելի է շատ, եթե փող ես տալիս, բարի եղի արի ստուգի։ Գիտեք ինչ չեն գալիս, վախենում են տեսնեն մեր կատարած աշխատանքի ծավալը, վախենում են։ Մի անգամ ուղարկեցին հաշվապահական աուդիտ, այդ խեղճ մարդը գլուխը բռնեց գնաց, ասեց ոնց է դուք ամեն տարի լաբորատորիային պարտք եք մնում։ Այսինքն մենք այս տարի կատարեցինք թեստավորումները, լաբորատորիայի վճարումները կատարում ենք մյուս տարի մարտ ամսին, որովհետև Պոակի օրենքների համաձայն մենք հունվար ամսին հաշիվ չունենք, փող ունենք, արտաբյուջեից ասած, բայց հաշիվ չունենք, փոխանցում չենք կարողանում։ Բնականաբար կուտակվում է եւ մարտին արդեն 7 միլիոն դրամ պարտք են կլնում, մյուս տարվա բյուջեից մուծում ենք։ Փաստորեն այնքան լավ եք աշխատում, որ անգամ նախարարությունը չի ուզում ձեզ ստուգել։ Ես կասեմ, ցույց նախարարությունը զանգարում, ասում է քանի հատ տեստ եք արել, ասում եմ 200, ասում է բայց նախագծով պետք է 190 անեի, կնչեիք 200 տարի։ Ես դա առաջ անգամ տեսնում իմ կյանքում, որ լավ աշխատելու ժամանակ էլ դու պետք է բացատրագիր գրես։ Պարտք եք մնում էլի։ Դե իրավիճակը հույս ունենք, որ այդ մարտահրավերներն մենք կհաղթենք եւ ամեն ինչ լավ կգա։ Հայաստանի մասին շատ բարձր կարծիք կա թե Եվրոպայում, թե Վադայում։ Պարոն Հովհաննիսյան, դուք քանի որ նշեցիք օրինակները մեր բարձրակարգ մարզիկների, որոնք շատ խիստ հետևում են, ձեզ հետ համագործակցում են, կարող եք մի քիչ ավելի բացել այս թեման նաև այն մարզիկների համար, ում պետք է օրինակ ծառայեն նրանք եւ սովորեն մյուսների օրինակով։ Դե ես չեմ կարող ասել, թե մեր ծանրամարտիկները, թե ըմբշամարտիկները, մեր ծանրամարտիկները ավելի լավ գիտեն արգելված նյութերի ցուցակը, քան մեր աշխատողները։ Մեր ըմբշամարտիկները հանձինս Ալեքսանդրյան Արտուրին մի հատ ծիծաղելի բան ասեմ, առաջ միջազգային կազմակերպություններն են իրան ստուգում, ասում մենք էլ իրան չենք ստուգի, իմաստ չունի։ Այնքան այսինքն կարիք չկա։ Այո, ես ասեմ, որ ամեն մի դեղը խմելուց մենք ստանում ենք զանգ, եթե կասկած կա, կարելի է այս խմել, չի կարելի այս դեղը խմել։ Որպես օրինակ կարող եմ բերեմ Ալեքսանդրյան Արտուրին, Գալստյան Սլավիկին, Ամոյան Մալխասին, միշտ մեր հետ կապի մեջ են։ Նույնիսկ երևի եթե 7 քսի մատին էլի զանգի կհարցնի կարելի է թե չէ։
Մենք շատ գոհ ենք առաջատար մարզիկներից, շատ եւ շատ լավ համագործակցություն ենք իրանց հետ։ Փաստորեն երևի նույն մարզիչներ անելիք ունեն այդ ձեր նշած ոչ առաջատար մարզիկների հետ, երևի գիտակցությանը հասցնելու այդ մարդկանց, որ դե մենք փորձում ենք մեր ուժերով այդ անել։ Որովհետև դա ի վերջո նաև այդ առաջատարների վրա կանդրադառնա, չէ՞ որ կասեն, այ Հայաստանում էլի այսքան դեպք կա։ Մի բան ասեմ, որ Հայաստանը աշխարհի առաջատար երկրներից է, որը որ ստացել է 6 կրթական գրանտ ՅՈՒՆԵՍԿՕ-ից։ Մենք դա սկսել ենք 12 թվին։ Հիմիկվա առաջատար մարզիկներ այն մարզիկներ են, որոնք որ 12 թվին անցել են առաջի կրթական սեմինարները։ Պտուղները քաղում եք ժամանակին։ Մենք նախարարությունից չենք ուզել ոչ մի փող կրթական ծրագրերին։ $160,000 ստացել ենք այդ ծրագրով եւ մոտավորապես 60,000 օլիմպիական համերաշխության ծրագրով։ Մեր նպատակը առաջերտին պետական փողերը էֆեկտիվ ծախսելը։ Հասկանում եք, չի կարող 6 հոգանոց հիմնարկում լինել համ տնորեն, համ փոխտնորեն, համ կադրերի բաժնի վարիչ։ Այդ փողերը ինչի ենք ծախսում, չեմ հասկանում։ Այդ ամեն ինչ կարելի է թեստալ, չէ՞ դա փողակի մասին օրենքն է։ Պարտադրում։ Պարտադրում է։ Ասում եմ լավ փոխտնորենը ինչ է անում, ասում է այս, տնորենը ինչ անում, ասում է այս։ Ասում եմ նույն բանը կրկնեցիք։ Ինձ բացատրեք փոխտնորենը ինչի համար է։ Վերջ այնպես եք անելու, որ ընդհանուր փողակների օրենքը փոխվի եւ արդյունավետ ոչ միայն դուք աշխատեք, այլ մյուսները։ Չեմ կարծում։ Էլ եմ ասում, փողակի օրենքը գրված է 2001 թվին։ Դե ուրեմն պետք է հավաքվել ի վերջո նախարարը հուսանք կանի հանդիպում եւ բացատրել, որ եկեք 25 տարի է համարյա անցել, մի բան փոխենք։ Հակադոպինգային գործակալությունը դա մեկ սպա է։ Կամ էլ փոխեք ձեր կառուցվածքը։ Մենք արդեն էլ եմ ասում, դա այդ խորհրդակցել ենք, մենք արդեն ունենք պատրաստի հիմնադիրների խորհուրդ, մարդիկ համաձայնվել են մեր հետ աշխատել։ Եթե մենք դառնանք ՍՊ, մենք իրավունք կունենանք նաև սպոնսորական փող։ Դե բա դրանից սկսենք, պարոն Հովհաննիսյան։ Թե չի փողակները կմնան 2001-ում։ Բոլոր ուղղությամբ գործերը տարվում եմ, ել եմ օգտվում առիթից եւ շնորհակալություն եմ հայտնում պարոն Գիլյանին, որ այդ նոր պաշտոնին շատ մեծ աշխատանք է կատարում։ Ես արդեն ասեմ, որ իր շնորհիվ մենք ունեցել ենք մի քանի նվիրատվություն մեր համակարգչային բազան սարքերը բազան թարմացնելու։ Այսինքն մեզ ուղղակի բերում են նվեր են տալիս մի հատ գույնավոր պրինտեր։ Ասում են ինչի էս պետական փողը ծախսում գնում սերտիֆիկատ տպում։ Տարեկան 40-ը դերձ։ Մենք եթե ժամանակն եք ես 2 բառ էլ ասեմ։ Խնդրեմ, որպես ամփոփում կարող եք այդպես։ Մոտենում են ֆրանկոֆոնիայի խաղերը։ Առաջին ասեմ, որ կաս կոմիտեն մեզ առանձնացրել է բոլորից, որովհետև մենք արդեն մեծ աշխատանք ենք կատարում, մնացածը նոր են սկսում։ Մենք հենց նոր հրավիրել ենք 2 միջազգային կարգի մասնագետ, ոչինչ որ Վրաստանից է, Մոտիկա եւ Էժանա, որոնք որ պատրաստել են 15 դոպինգ սպա, որոնք որ արդեն ունեն լիազորագիր աշխատելու պարաատլետիկայում եւ ընդհանրապես պարաատլետներ։ Երկուսն էլ ունեն 2 օլիմպիադայի փորձ եւ աշխատել են որպես պարաատլետների հետ։ Այդ էլ ենք հասցրել անել, ես շատ գոհ եմ, ինչոց մեծ շնորհակալություն եմ հայտնում վրացիներին, մասնագետ չէի սպասում, որ այդքան պատրաստված կգան։ Այդ էլ ենք։ Մենք հիմա մեծացրել ենք մեր դոպինգ սպաերի թիվը։ Որքան որ հետևում ենք դες։ Որտեղ ֆրանկոֆոնիայի սկսվելու պահին պետք է ունենանք 30 դոպինգ սպա։ Տեսնեք, կառավարությունը հատկացրել է փողը, բայց համաձայն փողակների նորից օրենքը մենք 3 շաբաթ սպասում ենք, մինչև նախարարությունը հաստատի, որ սա կարող ենք այս հոդվածով ծախսել, նա կարող ենք բյուրոկրատական այդ սկզբունքները գործում են։ Էլ եմ ասում փողակի մասին օրենքն է։ Մաղթում ենք, որ շուտ դառնաք ՍՊ եւ այդ որտեղ ես չեմ ինչ-որ չեմ հավատում, որ այդ օրենքի վերանայում տեղի կունենա։ Եթե դառնանք ՍՊ, կունենանք 4 հիմնական աշխատող, դա բավարար է Հայաստանի համար։ Մնացածը բոլորը կաշխատեն պայմանագրով, ոնց որ ամբողջ աշխարհում։
Դե ձեզ համբերություն ենք մաղթում եւ ել ավելի բեղմնավոր աշխատանք, որտեղ ձեր արդյունքներից անմիջապես կախված են մեր մարզիկների եւ արդյունավետությունը, եւ ձեռքբերումները, եւ ճիշտ սպորտի զարգացումը։ Եթե մեր գումարները բավարարի, մենք հիմա ուզում ենք քայլ անենք դեպի 16-17 տարեկան մարզիկներ, որպեսզի նրանք էլ իմանան, որ Հայաստանի առաջնությունում իրանց էլ են ստուգում։ Ամեն ինչ սկսվում է տեղից։ Պատանիներից է։ Այո։ Եվ որպեսի կրթենք եւ ինչպես ասացիք, չէ, 12 թվից ոնց որ այսօրվա արդեն առաջատար մարզիկները կան հասան են մակարդակի, որ այսօր լրիվ համապատասխանում են, այսօր էլ այդ 16-17 տարեկանները շարունակեն, այո, շարունակեն։ Շնորհակալություն, որ եկել էիք մեզ հյուր եւ խնդիրների ու նաեւ հաջողությունների մասին խոսեցիք։ Դե ինչ այսօր տարբեր ողջույց ունեցանք, հիմնախնդրային, բայց նաեւ շատ կարեւոր Իսկ դուք չմոռանաք մեզ հետևել բոլոր հնարավոր հարթակներում, Facebook-ում, YouTube-ում, Instagram-ում, TikTok-ում եւ գոհար։ Եվ հեռու մնացեք դոպինգից, եթե մարզիկներ եք եւ հետևեք Հայաստանի հակադոպինգային գործակալության ծավալած գործունեությանը, կհանդիպենք։